Ես Արշակ Սրբազանին չեմ ճանաչում, երբեք նրա հետ չեմ շփվել եւ համակրանք էլ չեմ ունեցել։ Նա ին վրա միշտ թողել է պալատական ինտրիգանի տպավորություն։ Չեմ կարող հիմնավորել այդ տպավորությունը, մզուտ սուբյեկտիվ է։ Բայց այսօրվա իրադարձություններից հետո այդ մարդը ահագին բարձրացավ իմ աչքերում։ Ինչու՞։ Որովհետեւ Փաշինյանի հրահանգով Փաշինյանի իրավապահները ամիսներ շարունակ, գուցե տարիներ շարունակ մի հոդված էին, քրեական հոդված էին փնտրում, որ այդ մարդուն կպցնել։ Եվ ի վերջո գտան, առաջ քաշեցին մի մեղադրանք, որը անհեթեթ է, որը տխմարագույն մի մեղադրանք է եւ չի ենթարկվում տրամաբանական որևէ օրենքներին։ Այդ մեղադրանքին չի հավատա նույնիսկ մանկապարտեզի երեխան, լուրջ չի ընդունի։ Փաշինյանական դատավորները եւ քննիչները ձև են անում, որ լուրջ են ընդունում, բայց դա ուրիշ հարց է։ Ինչի մասին է խոսում այն փաստը, որ նման մեղադրանք է առաջ քաշվել Արշակ Սրբազանի հասցեին։ Նրա մասին, որ գոնե պետական օրենքների հետ այդ մարդը հաշտ է։ Ինչ մնում է մնացած օրենքներին, մեղքերին, ապա դրանց մասին թե Արշակ Սրբազանը, թե մենք բոլորս պետք է մտածենք, բայց Փաշինյանի տերորի, Փաշինյանի ռեպրեսիաների հետ այդ ամենը որևէ կապ չունի։